Միշտ էլ ասել եմ 18 թվականից այս տարածքը օկուպացվել է, ուղղակի այն ժամանակ այդ օկուպացիան դες չէ դրսևորում, հիմա ակնհայտ է դրսևորում եւ դրա դրսևորումներից լավագույններից մեկը օրերս իհարկե մի քանի օր առաջ ասել, բայց այս տաղավարից ես մեծ լսողներին անպայման ուզում եմ ասել Թուրքիայի ապագա նախագահի թեկնածուներից մեկը Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավար այսօր արտգործնախարար Հական Ֆիդանը շատ հետաքրքիր ձևակերպումներ ա տվել Նիկոլի, որ ասում են Հական Ֆիդալը Նիկոլին է պաշտպանում, իրականում սկզբունքորեն ինքը Նիկոլին չի պաշտպանում, ինքը ասում է այն գործը, որ արվում է Հայաստանում, կապ չունի, Նիկոլի տեղը կարող է մի, ասենք, փայտ լինել կամ չալու շուն լինել կամ մի ձիր, ասենք, այդպես, էական չի։ Ուշադրություն, ես ուզում եմ մեջ բերեմ։ Հույս ունեմ կտեսնենք, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Քանի որ դա կարևոր է միջին միջանցքի տեսանկյունից։ Ներկայումս թե Ադրբեջանում, թե Հայաստանում եւ թե Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա 3 կողմերում էլ։ Միջանցքի մասն է խոսում, պարզ ասում է։ Միայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որը պետք է լուծի։ Պարզ է ասում։ Այսինքն Փաշինյանը խոստացել է մի քանի խնդիրների լուծում, ակնհայտ է, եւ որի մասին Ֆիդան ասում է։ Այսինքն այս խնդիրները պետք է լուծվեն, որից հետո նոր տեղի կունենա ինչ-որ փաստաթղթի ստորագրում։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են լինելու, դա եւս կարևոր փուլ է լինելու, սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատար է։ Եվ վերջում, այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը, այս հարցում այն վերևը ես ասեցի, այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը մենք իսկապես դերին մենք աջակցում ենք։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի։ Ակնհայտ է, չէ՞, Թուրքիան։ Բա մի հատ ակնարկ անեմ, էլի։ Բա մեծա գլուխ են հմեկում նստած։ Կովա գլուխ։ Բա Սալավյով։ Հիմա Սալավյովն էլ կանադառնում են։ Կապենք էլ իրար հետ։ Բա Սալավյով, բա ինքնիշխանություն, բա մեր գործերի խառնվել։ Բա չես լսում մեծա գլուխ։ Սալավյով իսկապես խառնվում է, իսկ Թուրքիան Արյուսի վանդակում թփրտացող տակդ համապատասխան բանանող։ Այ բոմժ։ Բա չես լսում ես ինչ է ասում Ֆիդանը, հա? Ֆիդանը այս տարածքին նայում է որպես իր երկի տարածք։ Ինչ արի, կարող է ինչ-որ առյուծի վանդակի մեջ արել, հələ դրա մեջա դրա համար է տենց խոսքն ու համապատասխան գործողությունները մենակ գարշան կառաջացնում։ Հիմա սա ակնհայտ է, չէ՞, Ֆիդան ինչ է ասում։ Այսինքն Փաշինյանը համաձայնվել է ամեն ինչին, դեռևս իր բանավոր տված խոստումները պիտի կատարի, որը Ֆիդանը ձևակերպում է մի քանի հարց կա, որ ինքը պիտի լուծի, որից հետո Հայաստանը ամբողջովին մտնում է Թուրքիայի կառավարման ներքո 100%-անոց։ Հիմա օկուպացված է այն ժամանակ կառավարման ներքո, այսինքն Թուրքիայի մի մասն է դառնալու։ Որտեղ սկզբում օկուպացնում են, հետո ինչ է, դարձնում երկրի տարածք։ Հիմա օկուպացիա է։ Հիմա ինչ ասել է Սալավյովի հետ բարձրացած աղմուկը, ես անպայման ուզում եմ անդրադառնալ, որտեղ շատ կարևոր է։ Այն որ ինքը մասնավոր հեռուստաընկերության ղեկավար էր եւ այլն, դրա մասին Մարիա Զախարովան բան ասել է, հա, բայց հիմա շատ հետը 3 կարևոր մի նախադասության մեջ 3 կարևոր շեշտադրում կա։ Ուրեմն ես ուզում եմ մեջ վերել այդ մի նախադասությունը։ Հայաստանի կորուստը Ռուսաստանի շահերից չի բխում։ Եվ այսինքն փաստում է, որ Հայաստանը կարող է կորցնել, այսինքն ազդեցությունը կորցնել։ Եվ Ռուսաստանը պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում, անտեսելով միջազգային իրավունքը։ Ուրեմն ես գամ վերջից։ Ուրեմն անտեսելով միջազգային իրավունքը ինչու է նման բան ասում, որտեղ Տրամպը անտեսեց միջազգային իրավունքը։ Երբ որ ինքնիշխան ՄԱԿ-ի անդամ երկրի նախագահին ուղղակի առևանգեց, գերեվարեց, մեկ օր հետո ասեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշանակում է տեղի կառավարիչ, 3 օր հետո ինքը իր մոտ գրեց, որ ինքը Վենեսուելայի նախագահն է։ Այս էլ ձեզ միջազգային իրավունք։ Սալավյովը երբ որ ասում է անտեսելով միջազգային իրավունքը, ասում է եթե Ամերիկային կարելի է, մեզ էլ է կարելի։ ԱՄՆ բանը միջուկային գերտերությունն է, մենք էլ ենք միջուկային գերտերություն։ Բայց որում էս Պուտինը չի ասում, մի հատ մեկնաբան է։ Բայց շարունակությունը ուշադրություն դարձրեք։ Կարող է հիմա որից մեկը ով լուրջ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, փորձագիտական շրջանակներում կասկած հարուցի, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպացված չի։
մենք գնահատում ենք, չէ, եւ փաստական են գրավում օկուպացված։ Բայց եթե մեր երկրի տարածքի իշխանությունների վրա այլ երկիրը հատուկ ռազմական գործողություն է օգտագործում, այդ օկուպացիոն ռեժիմի դեմ ռազմական գործողությունը ոնց է կոչվում, ազատագրում չի կոչվում։ Երբ որ երկիրը օկուպացված է, մեկ ուրիշը գալիս է այդ իշխանությունների վրա։ Իդեպ ինչ եղավ Դոնեցկ Լուգանսկով։ Իրականում այդ կռիվը, որ եղավ, իրականում չմտան ազատագրեցին 30,000 մարդ էին, չէ՞, կոտորել 2014-ից 2022 թիվը 30,000, որից 1000 երեխա։ Դոնեցկում թե Լուգանսկում այդ երեխաների բան կա, հրեշտակների արահետ էին սարքել, տենց։ Հիմա այս մարդը, որ ասում է Հայաստանի այն քաղաքականությունը եւ ասում է ինչու է կորուստը Ռուսաստանի շահից չի բխում, այդ ի՞նչ կորուստի մասն է, այսինքն կորուստը ո՞րն է։ Ես ասեմ ո՞րն է։ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները մեր բանակը բերում են ՆԱՏՕ-ի ստանդարտների։ Եվ այն ծրագիրը, որը փորձեցին 1918 թվականի փետրվար-մարտ ամիսներին Բրիտանիայի խավորությամբ եւ կառավարմամբ Հարավային Կովկասում 3 հանրապետություններից Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ստեղծել Անդրկովկասյան Սեյմի միացյալ բանակ, որը պիտի պատերազմեր բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, հիմա նույն պրոյեկտն է։ Հարավային Կովկասի 3 պետություններից պետք է ստեղծվի միացյալ բանակ, եւ այդ բանակը պիտի պատերազմի Ռուսաստանի դեմ։ Մեր բանակի նատոյականացումը բոլոր առումներով հենց դրա համար է արվում։ Ինչ որ Սալավիովը ասում է, որովհետեւ իրականում Ռուսաստանը Ուկրաինայի հետ գործողությունը սկսելուց, երբ որ երկրի նախագահ Ռուսաստանը հիմնավորումներից մեկը ո՞րն էր, որ ՆԱՏՕ-ն եկել է իր սահմանների մոտ, չէ՞։ Հիմա եթե այս 3 երկիրը ՆԱՏՕ-ի ստանդարտներով եւ ՆԱՏՕ-ի հանձնարկանը պիտի կատարի Ռուսաստանի դեմ, իհարկե սա լրջագույն սպառնալիք է։ Եվ Ռուսաստանը կանխարգելիչ քայլեր անելու։ Եվ պետք չէ ամեն ինչին այսպես շատ ինքնագրգռված ձևով մոտենալ։ Եթե մարդը գտնում է, որ երկիրը օկուպացված չի, քավ լիցի։ Ինքը կարող է ասել, որ մեր երկրում բանտերում բոլորը ըստ կարգի քրեական հոդվածով գնաց նստել։ Ոչ էլ քաղ բանտարկյանն են, չեմ ասում պատանդու ռազմագերի։ Եթե այդպես է մտածում, բայց դե մենք գիտենք, որ մեր բանտերում հիմա մարդկանց մի մասը պատանդա, ուղղակի պատանդառ է։